Մի հատ անասուն երազ եմ տեսել, իբր Նիկոլ Իլոն Մասկին նշանակել է վարչապետի օգնական ու սաղ շոկի մեջ են, որովհետև ոչ մեկ չի պատկերացնում հետո ինչ ալնելու, ինչ կարելի է սպասել այդ սիտուացիայից։ Ու ոնց որ այդ վարչապետի օգնական պաշտոնն էլ հատուկ իր համար է ստեղծվել ու վարչապետից ավելի կարևոր է։ Մի խոսքով սենց ինչ-որ խառը Game of Thrones վիճակ, մնացածը չեմ հիշում, կարևոր էլ չի, ոնց որ այս վիդեոյի հետ կապ չունի։ Այս վիդեոյում պատմելու եմ, թե թեորիա զագվռները ոնց կարան փոխեն իրականությունը ու ստեղծեն այնց իրավիճակ, երբ որ արդեն չես հասկանում հորինվածը ինչքանով է հորինված ու իրականը ինչքանով է իրական։ Ու անելու եմ դա Կուբրիկի միջոցով, ուլներ կոֆեն ստե։ Իսկ եթե չգիտեք ով է Կուբրիկը, իմացեք մինչև կոֆե դնեմ։ Ստենլի Կուբրիկ, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, հեղինակային կինոյի մեջ ամենաուժեղ տպերից ու ընդհանրապես կինոյի պատմության մեջ մեծագույն ռեժիսորներից մեկը։ Կուբրիկի ֆիլմերը այդքան էլ հեշտ հասկանալի չեն։ Ամեն մեկի շուրջ լիքը տարբեր պատմություններ են պտտվում ու ամեն մեկը յուրահատուկ շեդևր է։ Կուբրիկը իր ֆիլմերի մասին ասում էր, որ դրանք հավասարապես բոլորի համար են, որովհետև անկախ նրանից մարդը ինչ կրթություն կամ մասնագիտություն ունի, անկախ ինտելեկտի աստիճանից բոլորի էմոցիաները նույնն են, իսկ իր կինոն մարդու հետ խոսում է էմոցիաների լեզվով։ Ռեկամ? Չէ, Ռեկյան։ Այդ ռեկ ընկնի այս վիդեոն։ Ռեկան գնելը բանն է, չէ՞ ասա։ Instagram, որ բանն անում։ Ռեկոմենդացիա էլի, որ։ Հա, Ռեկոմենդացիա։ ռեկը դա կարճ ռեկոմենդացիա, հա, դու։ Ես ռեք հենց ռեկի որով էի ջորել։ Դու օպերատոր ես։ Սկսենք ախպեր։ Արոն են չեմ սիրեմ, ես իմ սվիտերը, որ ինձ սրանով նկարում ես։ Գնա փոխվի արի։ Դավայ, հա։